Բարև Գագիկ ջան։ Բարև ձեզ։ Սկսենք մեր հարցազրույցը։ Սկսենք։ Ինչ տվեց քեզ քո գործունեության 20 տարիները։ Ինձ տվեց շփում մարդկանց հետ եւ աշխատանքային մեծ փորձ։ Մեր հարցազրույցի ընթացքում քո գործընկերները իրենց կարծիքը կհայտնեն քո մասին։ Գագիկին ճանաչում եմ շատ վաղուց, երևի 15 տարուց ավել, երբ որ Ջամբորդեն նոր էի սկսել, Գագիկի հետ այն ժամանակ մենք, երբ որ նոր դեռ չէինք վերջացրել կառուցելը ու սկսեցինք բարեգործական ինչ-որ բաներ գործունեություն անել, օգնության, երեխեքի եւ այլը։ Գագիկը առաջինն էր, որ միշտ մասնակցում էր, վարում էր այդ բոլոր այդ միջոցառումները։ Գագիկը բարի տղա է, շատ կարգին մարդ, հազվադեպ են, որ չեն ընկնում երբեք գումարի հետևից, որ իր համար մարդկային բաները ավելի, արժեքները շատ ավելի կարևոր է։ Ու այդպես ցանկանում եմ իրան լիքը նոր հաջողություններ։ Գագիկ ջան, բարի օր։ Ես շնորհավորում եմ քո գործունեության 20-ամյակի կապակցությամբ։ Մաղթում եմ քեզ երկար տարիների գործունեություն, մաղթում եմ, որ դու առողջ լինես։ Ռոստոմյան Գագիկին ճանաչում եմ բավականին երկար ժամանակ ու կարող եմ ասել հետևյալը, որ բավականին զգայուն, կազմակերպված, պատասխանատու, կիրթ, լավ IQ-ով, ժողովուրդ ասում է ֆայմի գործակից, պարկեշտ, ազնվաբարու տղա է։ Ով է քեզ համար հանդիսատեսը։ Հանդիսատեսը իմ համար այն մարդն է, ով ակնկալում է բարձրաճաշակ մատուցում բեմից։ Դրսում աշխատելու հրավեր ստացել ես։ Մի քանի տարի առաջ ինձ զանգարեցին Միացյալ Նահանգներից եւ հրավիրեցին այնտեղ մշտական ապրելու աշխատելու, բայց մի քանի տարի առաջ իմ մոտ այնպիսի վիճակ էր, որ անձնական ու գործնական առումներով հնարավոր չէր այդ ամեն ինչը թողել ու գնալ։ Դրա համար ես չգնացի, բայց ճիշտն ասած փոշմանել եմ ու եթե հանգարց հիմա լինի, հիմա մեծ սիրով կհամաձայնեմ, ինչու որովհետեւ հիմա պատրաստ եմ արդեն դիալոգ։ Շատ ու շատ հաջողություններ գրանցես քո գործնական կյանքում եւ անձնական կյանքում, ինչպես որ սիրված կաս, այդպես էլ միշտ մնաս։ Դու ամենաօրիգինալ մարդկանցից մեկն ես, իմ տեսած մարդկանցից, որովհետև երբեք չես անում այնպիսի բաներ, որ կնմանվես ինչ-որ մեկին։ Ինքը մի հատ շատ լավ հատկություն ունի, դա նաև որ կարողանում է ուրախանալ ուրիշի հաջողությամբ, որ վերադարձա Հայաստան, երբ որ առաջին տեսահոլովակը ցուցադրվում էր, Գագիկը տեսել էր, ու այնպես էր հիացած ինձ պատմում, այնպես ուրախացած, կարծես դա իրեն է լիներ, ես դա երբեք չեմ մոռանա։ Իսկ պրոֆեսիոնալ տեսանկյունից Գագիկը ասեմ ինչի համար, իմ ճաշակով է։ Ձեր գործում ինչին ես կողմ եւ ինչին ես դեմ։ Գիտես ինչ, հիմա ասում են, որ կապիկի դարա ու պետքա կապիկություն անես, որ քո գործերը լավ լինի, բայց ես կարծում եմ, որ կապիկություն անում են կամ կենթանաբանական այգում կամ կրկեսում ու առհասարակ կապիկներն են ընդունում կապիկություն անողին, ես դրան եմ դեմ։ Ես կողմ եմ նրան, որ պատվիրատուները ընդունեն քաղաքակիրթ հանդիսավարին ու իրենք էլ լինեն այդպիսին։ Ինչպիսին պետք է լինի ժամանակակից հանդիսավարը։ Ժամանակակից հանդիսավարը եւ առհասարակ մարդը իմ կարծիքով պետք է լինի այնպիսին, ինչպիսին որ կա եւ քիչ ընկնի այն ամեն ինչի յետևից, ինչ որ իբր թե ընդունված է։ Այսինքն, սենց ասեմ, թե հագուստի, թե խոսքի տեսակետից դու պետք է լինես հնարավորինս ինքնատիպ եւ հենց ժամանակակից լինելը մարդու ինքնատիպության մեջ է։ Սիրելի Գագիկ, սրտանց ու ջերմորեն շնորհավորում եմ քեզ հանդիսավարության բեմական գործունեության 20-ամյա Հոբելյանի կապակցությամբ։ Մենք իրար ճանաչում ենք դեռ ռեստորանային ոլորտից եւ այդ տարիների ընթացքում միշտ ճանաչել եմ քեզ որպես սկզբունքային, խոսքի տեր ու արժանապատիվ մարդ։ Դու այն մարդկանցից ես, ովքեր ունեն սեփական դիրքորոշումը թե մասնագիտության, թե կյանքի, թե հասարակական հարցերի նկատմամբ եւ երբեք չեն վախենում այն արտահայտելուց։
Բրավո քեզ։ Ինչն ես կարևորում հանդիսավարի մեջ։ Մեր գործում արկային ռաբիս ու քյարթու էլեմենտներ։ Եվ ես նախապատվությունը տալիս եմ այն հանդիսավարին, ով կարողանում է այդ ֆորմատով չվարել, այլ լինել հնարավորինս ինտելիգենտ եւ բարձր շփման կուլտուրա ունենալ, դրան գումարած նաեւ լինել անմիջական եւ իր գործին նվիրված անձնավորություն։ Ինչ կասեմ Գագիկի մասին։ Գագիկը շատ ուղիղ, շատ ճշտախոս, շատ պարտաճանաչ, շատ կիրթ, որը բնական է գալիս է ծնողներից, որի համար շնորհակալ եմ նաև ծնողներին, որ այդպիսի լավ զավակ են դաստիարակել։ Շատ սիրում եմ, համբուրում եմ քեզ Գագիկ ջան։ Գագ ջան, բարևներ, հերո ամերիկաներից։ Դու երկար տարիներ մարդկանց տոն ես պարգևում, թող կյանքը քեզ վերադարձնի այն ամբողջ ջերմությունը ու բարությունը, որ այսքան տարիներ նվիրում ես մարդկանց։ Մաղթում եմ քեզ ամուր առողջություն, ընտանեկան երջանկություն, հավատարիմ ընկերներ եւ անսպառ ժպիտներ։ Քո բարեմաղթանքը մեզ դիտողներին։ Գիտես ինչ, ագրեսիան շատ է ու առհասարակ ես զգում եմ, որ լարվածություն կա մարդկային փոխհարաբերություններում, ես շատ եմ ուզում, որ մարդիկ ապրեն փոխադարձ սիրով, հարգանքով եւ մեկը մյուսի նկատմամբ տածի բարեհամբույր ու բարեկիրթ վերաբերմունք, որը շատ կարեւոր է։